ամուսնուն անմեղտեղը դատապարտել են ու ես հաստատ հենց այն դեպքն է, որ իրոք իրան անմեղտեղը դատապարտել են մի երաժշտական կենտրոնի համար 4 տարի 2011 թվականի հունիս ամսին, օրն էլ հիշված չի, երաժշտական կենտրոնը ուղղացվել բանաձորի մանկատնից ու ամուսնուց դրա համար մեղադրում են առանց ապացույցի, առանց որևէ փաստի, մատնահետքի, անգամ մագը չկա ու ամուսնուց դատապարտել է դատավորը ներքին համոզմամբ 4 տարի։ Ես անցած անգամ մի ամիս առաջ էի եկել էլիստեղ կառավարություն։ Ուղղակի ես խնդրում եմ, թող ինձ օգնել, ես արդարություն, ինձ ընդամենը հնարավորություն տա, ես կապացուցեմ, որ իմ ամուսինը անմեղ է։ Անցած անգամ որ եկել էի, վերադառնում էի, հարցի դատախազի մոտ գնացի մեր։ Ինքը ինձ խոստացավ, որ ասեց ավելի լավագույն պայքարեց, քան մի անգամից հանձնվեց, ասեց ես քո կողքին կլինեմ, կաջակցեմ ամեն հարցում։ Հաջորդ օրը լավագույն փաստաբաններից մեկը գործը ուզեց վերանայ, ինքը իր կամքով գործը վերանայեց ու ասեց, որ խայտարակ վիճակ է, ու շատ խայտարակ ձևով Ռոմանին դատապարտել են։ Ախր առանց որևէ բանի մարդուն դատել են 4 տարի, ինչա դատավորը տենց ա ուզել, բայց ինչի համար ոչ մի փաստ չկա։ Իր նախնական ցուցմունքն անգամ գրած է, գրած չի իր ձեռագրով, բայց դա կստորագրած է։ Հնարավոր է ինքը չի կարդացել, հնարավոր է իրան ստիպել են, որ ինքը դա կստորագրի, ամեն ինչ էլ հնարավոր է։ Ուղղակի ես խնդրում եմ, ում նամակ եմ ուղարկում, մերժում են։ Չգիտեմ ինչ, ես էլ ում դիմեմ, եթե երկրի նախագահին դիմում եմ, մերժում է։ Ուղղակի ես խնդրում եմ, ընդամենը եթե նախագահը մի հատ հրաման տա նորմալ մարդավարի, այս գործը վերանայեն, ընդամենը մի նախադասությամբ ինքը հրաման տա։ Ես շատ եմ խնդրում նախագահին ու կտեսնեմ, որ հաստատ ես ճիշտ եմ։